Եվրամիության կողմից Հայաստանին խոստացված օգնությունը, որը կապված է առաջիկա ընտրությունների հետ, շատ վատ ավարտ կունենա։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան։ Եթե խնդրեն Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալասին օգնություն տրամադրել ինչպես Մոլդովայի դեպքում, ամեն ինչ շատ վատ կավարտվի։ Իրականում, ցավոք, Մոլդովայում տեղի ունեցել հենց դա, երբ մարդիկ միմյանց դեմ են տրամադրվում, նշել է Զախարովան։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հաստատել է Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների կողմից հուլիսի 22-ին Ստամբուլում ստորագրված փոխադարձ ռազմական անվտանգության ուժեղացման հուշագիրը։ Դրանով ձեռք է բերվել նոր իրավական հիմք միմյանց ռազմական օգնություն տրամադրելու հարցում։ Համաձայն փաստաթղթի Բաքուն և Անկարան միավորված ազգերի կազմակերպության կարգավիճակի 51-րդ հոդվածում նշված անհատական և կոլեկտիվ օրինական ինքնապաշտպանություն իրավունքի շրջանակներում պարտավորություն են ստանձնել փոխօգնություն ցուցաբերել հարձակման ենթարկված կողմին։ Նշվում է նաև, որ ռազմական օգնության գործընթացը իրականացվելու է կողմերից մեկի խնդրանքով և համապատասխանելու է երկրների ներքին օրենսդրությանը։ Հավելենք, որ համաձայնությունը ենթադրում է ոչ միայն ֆիզիկական օգնություն, այլև պաշտպանության ոլորտում տեղեկատվության փոխանակում։ Ըստ այդմ, կողմերը կխորացնեն ռազմական հետախուզության ոլորտում համագործակցությունը, կփոխանակեն ստացված ռազմական տեղեկատվությունը և կկարողանան ակտիվորեն օգտագործել այդ տվյալները համատեղ գործողությունների ժամանակ։ Այս քայլը երկու երկրների միջև գնահատվում է որպես մեկ ազգ, երկու պետություն սկզբունքով ռազմական ոլորտում իրականացվող ամբողջական ինտեգրման ամենախոշոր քայլերից մեկը։ Եվրոպացի քաղաքական գործիչներին պատերազմ է պետք Ռուսաստանի հետ, որպեսզի կարողանան կենսամակարդակի անկումը վերագրել հակամարտությանը և պահպանել իրենց մանդատները։ Նման կարծիք է հայտնել քաղաքագետ Բոգդան Բեզպալկոն։ Եվրոպացի քաղաքական գործիչներն ունեն միայն մեկ լուծում՝ պատերազմ։ Եվրոպացի քաղաքական գործիչները կվերագրեն կենսամակարդակի անկումը դրան և այդպիսով կպահպանեն իրենց մանդատները։ Ավելին, լայնածավալ հակամարտությունը պարադոքսալ կերպով կարող է օգտագործվել տնտեսությունը վերագործարկելու համար, նշել է Բեզպալկոն։ Քաղաքագետի խոսքով Եվրոպան իրեն անկյուն է նետել, քանի որ նրա տնտեսությունը սկսել է սահել ճգնաժամի մեջ, դեռևս շատ առաջ, նախքան ռուսական էներգամատակարարումից հրաժարվել է և Ուկրաինայում հակամարտության բռնկումը։ Արդյունքում Եվրամիության նախկին զարգացման մոդելը դադարել է աշխատել, նշել է նա։ Մենք ականատես ենք լինում Հայաստանի իրավասու մարմինների կողմից ակտիվ աշխատանքի, որոնք փնտրում են ինչ-որ ռուսական ազդեցության գործակալներ ընդդիմադիր հայացքներով քաղաքական կամ հասարակական գործիչների շրջանակում։ Նման հայտարարությամբ հանդես է եկել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան։ Գիտեք, ինձ մոտ հարց է առաջանում, ինչ չափանիշներով են Հայաստանի իրավասու մարմինները բացահայտում կամ բռնում ռուսական ազդեցության գործակալներին, ովքեր են նրանք, արդյոք նրանք են, ովքեր պաշտպանում են երկկողմ հարաբերությունների զարգացումը։ Հայաստանի վարչապետ Փաշինյանը անընդհատ խոսում է Ռուսաստանի հետ հարաբերությունները զարգացնելու անհրաժեշտության մասին։ Նրանք, ովքեր հարգում են Ռուսաստանը, գիտեն նրա պատմությունն ու մշակույթը, իսկ վարչապետ Փաշինյանը անընդհատ խոսում է բարեկամական վերաբերմունքի մասին։ Այն չափանիշները, որոնցով Հայաստանի իրավասու մարմինները բացահայտում են ռուսական ազդեցության գործակալներին, անհասկանալի են։ Ես կցանկանայի հասկանալ, թե ում մասին են նրանք խոսում և որոնք են այդ չափանիշները, ասել է խոսնակը։ Զախարովայի խոսքով, եթե նպատակն է ընդդիմությանը շարքերից հանել ռուսական սոուսով, ապա դա ընդհանրապես լավ չէ։ Կարծում եմ Հայաստանի ժողովուրդը, որն անցել է այդքան դժվար ճանապարհ և գիտի, թե ինչ է նշանակում ազգային պատկանելության հիման վրա հալածվելը, դժվար թե աջակցի դրան։ Իրոք, մենք տեսնում ենք, որ մարդիկ չեն աջակցում դրան, և մենք հույս ունենք, որ հայ հասարակությունը թույլ չի տա, որ նման երևույթը զարգանա, և որ Հայաստանի իշխանությունները պոպուլյար չեն դարձնի այն։ Եվ մեր կարծիքով, հավատքի, կրոնի, կրոնական համոզմունքների և հայացքների հետ կապված հարցերի շահարկումը քաղաքական նպատակներով բացարձակապես անընդունելի է, ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակը։